Ձեզանից առաջ ձեր թիմակիցներն էին արցախցիներին ասում մնայիք, կռվեիք, չգայիք։ Դուք երևի գիտեք, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին Արցախում ցեղասպանություն է եղել, միջազգային փորձագետներն են դա փաստել։ Ցեղասպանության պայմաններում մարդիկ կռվել են մինչև վերջ, ինչքան կարողացել են։ Հիմա մնայիք, չգայիք ասելով դուք ինչ նկատի ունեք, դուք եւ ԿՊԱ-կանները, ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանն էր ասում, մնային մինչև վերջին արցախցին ցեղասպանվեին, սպանվեին, գերեվարվեին, որ չգիտեմ, այստեղ դուք լավ զգայիք, ինչ է ձեր ասածը, այս հարցի պատասխանն ենք ուզում ստանալ։ Չգիտեմ ոնց ասացիք, որ դրա մասին չի խոսքը, կռվելու եւ այլնի մասին պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետեւ մեր հետախուզության եւ ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով արկա զենք զինամթերքի ես տոկոսներ ասեմ կարող եմ տոկոսային ճշգրտությամբ գնահատվել, բայց առյուծի բաժինը դա կարող է լինել 80%, դա կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված, սենց ասել։ Դրանից առաջ մենք հնարավորություն էինք ստեղծել, որպեսզի տեղի ունենա քաղաքական գործընթաց եւ Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրեցին իշխանափոխություն Ղարաբաղում եւ Հայաստանի ազգային ժողովում շնորհավորում էին իրար եւ այդ շնորհավորանքներից հետո ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցավ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան։ Եթե հիմա 10 օր առաջ ասեինք, որ տեղի են ունենալու սուր իրադարձություններ, այս ամեն ինչ չնայած ասել ենք, ենթադրում եմ ազգային ժողովում այդ ժամանակ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը շատ ակտիվ էր եւ տալիս էր գնահատականներ, թե դրա հետևանքները ինչ էր լինելու, եւ բայց ի հեճուկս այդ գնահատականների եւ զգուշացումների մարդիկ իրար շնորհավորում էին, ասում էին, որ հիմա տեսեք ինչ են կանելու Ղարաբաղում, հաջորդիվ ինչ են կանելու Հայաստանում, եւ ես ուզում եմ հաստատել դա, որ նրանք այն ինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում եւ այդ մարդիկ ընդ որում նրանց մի մասը Հայաստանում իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են բառից բուն իմաստով փախան Ղարաբաղից